Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Թբիլիսիի երրորդության տաճարում շարունակվում է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II քաղաքացիական հոգեհանգիստը։ Քաղաքացիներն ամբողջ գիշեր գնացել են երրորդության տաճար Իլիա II-ին հարգանքի տուրք մատուցելու համար։ Առավոտից պատրիարքին հարգանքի տուրք մատուցել ցանկացողների հերթ է գոյացել։ Պատրիարքարանի որոշմամբ երրորդության պատրիարքական տաճարը բաց կլինի 24 ժամ։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը կյանքից հեռացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։ Պատրիարքի մահից հետո Վրաստանում սուգ է հայտարարվել։ Իլիա II-ը կհուղարկավորվի Սիոնի տաճարում մարտի 22-ին։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն Վրաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2025 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 2466 լարի, ինչը 11.2% ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Գործարար ոլորտում 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձը կազմել է 2608 լարի, ինչը 10.2% ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ոչ առևտրային եւ ֆինանսական ոլորտներում միջին անվանական աշխատավարձն աճել է 13%, հասնելով 2210 լարիի։ Ամենաբարձր միջին անվանական աշխատավարձը գրանցվել է Թբիլիսիում 2829 լարի, իսկ ամենացածրը Ռաչա, Լեչխումի, Քվեմո, Սվանեթի տարածաշրջանում 1258 լարի։ Հատկանշական է, որ Վրաստանում կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը պահպանվում է։ Տղամարդիկ գրեթե բոլոր ոլորտներում ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Հաշվետու ժամանակահատվածում տղամարդկանց միջին անվանական աշխատավարձը կազմել է 2978 լարի, մինչդեռ կանանցը 1952 լարի։ Թուրքիան բարեկամական խորհուրդ է տալիս Իրանին խուսափելու Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմը Մերձավոր Արևելքում տարածելուց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը Դոհայում Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով տարածաշրջանի երկրների վրա Թեհրանի հարձակումներն անընդունելի են։ Ֆիդանը նշել է, որ Իսրայելը պատերազմի գլխավոր մեղավորն է, բայց Իրանը տարածաշրջանի երկրների վրա չհարձակվելու պատմական պատասխանատվություն է կրում։ Նրա խոսքով Անկարան կապի մեջ է Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ, նրանց դիրքորոշումները հասկանալու համար, եւ որ հակամարտությանը վերջ դնելու Թուրքիայի ջանքերը կշարունակվեն։ Շեյխ Մոհամմեդն իր հերթին դատապարտել է Իրանի հարձակումները Կատարի գլխավոր գազային հանգույցի վրա։ Այս հարձակումը լուրջ հետևանքներ ունի էներգակիրների համաշխարհային մատակարարման համար։ Նման գործողություններն ուղղակիորեն օգուտ չեն բերում որևէ երկրի, այլ վնասում եւ անմիջականորեն ազդում են բնակչության վրա։ Շեյխ Մոհամմեդը նաև հավելել է, որ Կատարը մերժում է Իրանի պնդումները, թե Պարսից ծոցի երկրներում գազի օբյեկտների վրա հարձակումները ուղղված էին Միացյալ Նահանգների հետ կապված օբյեկտների դեմ։ Հազարավոր թուրքեր են հավաքվել Ստամբուլի կենտրոնում ի պաշտպանություն Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ընդդիմության հանրահավաքը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավոր մրցակցի կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց 1 տարի անց։ Էրդողանը եւ կառավարությունը հերքում են քաղաքական միջամտությունը եւ ասում են, որ դատարանները գործում են անկախ։ Նրանք որևէ մեկնաբանություն չեն արել ձերբակալության 1 տարվա կապակցությամբ։ 55-ամյա Իմամօղլուն մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, մրցույթների կեղծման եւ կաշառակերության համար։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Իմամօղլուի նախնական կալանքն առաջացրել է ընդդիմության կողմնակիցների բողոքն ու իրավապաշտպան խմբերի քննադատությունը, որոնք պնդում են, որ այս գործը վկայում է Թուրքիայում դատական անկախության քայքայման մասին։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները խորտակել կամ վնասել է իրանական առնվազն 120 ռազմանավ, իսկ Իրանի բալիստիկ հրթիռների եւ ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90%-ով։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարի խոսքով խոցվել է 7000 թիրախ եւ իրենք հասնում են վճռական հաղթանակի Վաշինգտոնի պայմաններով։ Ամբողջ աշխարհը Մերձավոր Արևելքը, Եվրոպայում մեր անշնորհակալ դաշնակիցները պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի իր ունեցած զինամթերքը սեփական, այլ ոչ թե Ուկրաինայի կարիքների համար։ Ամերիկյան կողմը նաև նշել է, որ պատերազմի դադարեցման հստակ վերջնաժամկետ չեն սահմանել։ Այժմ կենտրոնացած են Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռները ոչնչացնելու եւ Պարսից ծոցի երկրների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Զուգահեռ Թեհրանից հայտարարել են Իրանի հրթիռային ներուժը չի ոչնչացվել, շարունակում է հարվածները մեծ ինտենսիվությամբ։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ նախազգուշացրել է, որ դեռ ամբողջ ուժով չեն հարվածել Իսրայելին։ Իրանը հրթիռով հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքում գործող Բազան նավթավերամշակման գործարանին։ Իսրայելի բանակը հաստատել է գործարանին հարվածի մասին տեղեկությունը։ Ցահալից նշել են, որ Հայֆայի նավթավերամշակման գործարանը վնասվել է խոցված իրանական բալիստիկ հրթիռի բեկորների պատճառով։ Ընդ որում իսրայելական բանակն ընդգծել է, որ հյուսիսային ափամերձ քաղաքի թիրախներին ուղիղ հրթիռային հարվածներ չեն եղել։ Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ հարձակումն էական վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին։ Ավելի վաղ Թասնիմ լրատվական գործակալությունը վկայակոչելով Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցչին հաղորդել է, որ իրանական կողմը դեռևս չի ավարտել իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներին պատասխան հարվածները։ Նշվում է, որ Իրանի զինված ուժերի հարձակողական եւ պաշտպանական գործողությունները շարունակվում են ուժեղացված թափով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիշիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանին անակնկալի բերելու նկատառումներով զերծ է մնացել այդ մասին դաշնակիցներին տեղեկացնելուց։ Չպետք է չափազանց ուժեղ ազդանշաններ տալ, երբ մենք սկսում էինք, մենք նախապատրաստվում էինք շատ մանրակրկիտ եւ ոչ մեկին չէինք ասում դրա մասին, քանի որ ցանկանում էինք անակնկալի բերել։ Թրամփը նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելք ամերիկյան զորքեր ուղարկելու ծրագրեր չունի, սակայն ունենալու դեպքում էլ չի բացահայտի նման որոշումները։ Դոնալդ Թրամփը նշել է, որ իրավիճակը շուտով կկարգավորվի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը համաձայնել է զերծ մնալ իրանական հանքավայրերին հետագա հարվածներ հասցնելուց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան խնդրանքից հետո։ Իսրայելը միայնակ է գործել հարավային Պարս գազի հանքավայրին հարվածելիս։ Նախագահ Թրամփը մեզ խնդրել է զերծ մնալ հետագա հարձակումներից եւ մենք զերծ ենք մնում։ Նեթանյահուն նաև հերքել է այն մեղադրանքները, թե ինքն է Թրամփին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Նրա խոսքով Թրամփը միշտ ինքնուրույն է որոշումներ կայացնում, հիմնվելով այն բանի վրա, թե ինչը լավ կլինի Միացյալ Նահանգների համար։ Նեթանյահուն նաև հավաստիացրել է, որ Իրանն այլևս չի կարող ուրան հարստացնել կամ բալիստիկ հրթիռներ արտադրել։ Նեթանյահուի խոսքով Իրանի դեմ հարվածների ընթացքում ոչնչացվում են նաև հրթիռների եւ միջուկային զենքի բաղադրիչների արտադրության գործարանները։ Նեթանյահուն չի բացառել Իրանում ցամաքային գործողությունների հավանականությունը։ Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի թիրախավորել Իրանի ղեկավարությանը։ Կարևոր չէ ով է նրանց փոխարինում, մենք այնպես ենք անում, որ Պահապանների կորպուսում փոփոխությունները շատ կարճատև լինեն։ Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանում քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք ունի եւ այս կամ այն գործ չի բացակայությունը չի կարող անդրադառնալ ընդհանուր համակարգի գործունեության վրա։ ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը պաշտոնապես չի հաստատել Հորմուզի նեղուցի ականապատման մասին տեղեկությունը, հաղորդում է Reuters-ը։ Միաժամանակ ՄԱԿ-ի ծովային գործակալության անդամ երկրները համաձայնել են աշխատել Պարսից ծոցից առևտրային նավերի տարհանման համար անվտանգ ծովային միջանցք ստեղծելու ուղղությամբ։ Գործակալությունում չեն հստակեցրել միջանցքի ստեղծման ժամկետը եւ պարզ չէ, թե արդյոք Իրանը կհամագործակցի այդ հարցում։ Ըստ կառույցի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսի, հակամարտությունն ազդել է Հորմուզի նեղուցից արևմուտք մոտ 2000 նավերի եւ մոտ 20000 նավաստիների վրա։ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում կանգ է առել փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի պատճառով։ Հատկանշական է, որ Իրանը վճար է սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, կազմակերպելով անվտանգ միջանցք հավանության արժանացած փոխադրողների համար։ Օպերատորներից մեկն իր լցանավի տարանցման համար վճարել է մոտ $2 միլիոն։ Գիշերը Թեհրանում պայթյուններ են որոտացել, թիրախավորվել են ենթակառուցվածքներ մայրաքաղաքի ամբողջ տարածքում։ Իրանի պետական ԻՐԻԲ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի արևելյան մասում թշնամական թիրախների դեմ գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Պայթյունները հաջորդել են Իսրայելի զգուշացումից կարճ ժամանակ անց։ Թել Ավիվը հայտարարել էր, որ հարվածների նոր ալիքն ուղղված է Իրանի կառավարության ենթակառուցվածքների դեմ։ Իրանական պետական հեռուստաալիքի հաղորդմամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ գեներալ Ալի Մոհամմադ Նայինին
Ուկրաինային զոհվել է ավիահարվածներից։ Այս հաղորդումներից մի քանի ժամ հետո Պարսից ծոցի երկրներն են հայտնել իրանական հարվածների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը զգուշացրել է քաղաքացիներին, որ գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Քուվեյթը նույնպես զգուշացրել է հնարավոր պայթյունների ձայների մասին, որոնք կարող են պայմանավորված լինել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքով։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի արևելյան հատվածում 5 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Երկրի ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կոչ է արել տեղափոխվել անվտանգ վայրեր։ Միացյալ Նահանգների գործողությունը Իրանի դեմ նախադեպ է ստեղծում, որը կոչնչացնի միջազգային իրավական նորմերը։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը գրել է X-ի իր էջում, միաժամանակ իսրայելական ռեժիմին բնութագրելով ահաբեկչական։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել։ Ալիևը եւ Շարիֆը շնորհավորել են միմյանց Ռամադանի տոնի կապակցությամբ եւ երկու երկրների ժողովուրդներին մաղթել բարգավաճում եւ շարունակական հաջողություններ։ Ադրբեջանի նախագահը եւ Պակիստանի վարչապետը գոհունակություն են հայտնել երկու երկրի միջև բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների զարգացման կապակցությամբ եւ մտքեր են փոխանակել գործակցության հերանեկարների եւ ապագա շփումների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ընդգծելով քաղաքական միջոցներով իրավիճակի արագ լիցքաթափման անհրաժեշտությունը։ Բաքվում Իսրայելի դեսպանատունը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Ռամադանի տոնի կապակցությամբ, հաղորդագրությունը հրապարակվել է դեսպանատան X-ի էջում։ Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Ադրբեջանի ժողովրդին Ռամադանի տոնի կապակցությամբ եւ փոխանցում մեր լավագույն մաղթանքները։ Թող այս սրբազան տոնը բերի խաղաղություն, բարգավաճում եւ միասնություն, ինչպես նաեւ խթանի մարդկանց միջև կարեկցանքը, առատաձեռնությունը եւ փոխըմբռնումը։ Դիվանագիտական առաքելությունը հույս է հայտնել, որ Ռամադանի հոգեվոր արժեքները կնպաստեն Ադրբեջանի եւ Իսրայելի ժողովուրդների միջև բարեկամության եւ համագործակցության հետագա ամրապնդմանը։ Ադրբեջանի վարչապետը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահվան կապակցությամբ։ Ալի Ասադովն ընդգծել է Իլիա II նշանակալի ներդրումը երկու երկրի միջև բարեկամության եւ գործակցության զարգացման գործում եւ ցավակցություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին եւ ուղղափառ եկեղեցուն։ Խորը վշտով տեղեկացա մեր դարաշրջանի ազդեցիկ հոգեվորական համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II մահվան մասին։ Նա կյանքը նվիրել է իր ժողովրդին եւ համընդհանուր մարդկային արժեքներին հավատարիմ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, միասնության եւ միջկրոնական երկխոսության խթանմամբ, անկախ ազգությունից եւ կրոնական պատկանելությունից նա արժանացել է միլիոնավոր մարդկանց մեծ հարգանքի եւ սիրո։ Նորին սրբություն Իլիա II նշանակալի ներդրում է ունեցել Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ավանդական բարեկամության եւ գործակցության զարգացման գործում։ Ադրբեջանի կառավարության անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, վրաց ուղղափառ եկեղեցուն եւ ամբողջ Վրաստանին այս ծանր կորստի կապակցությամբ, ասված է Ադրբեջանի վարչապետի ցավակցական ուղերձում։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։